Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Կողմ 65 դեմ 16 ձեռնպահ 5 որոշումն ընդունվել է քվեարկության դրում կառավարության կողմից ներկայացված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում լրացումներ փոփոխություններ կատարելու մասին եւ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն Կողմ 77 դեմ 0 ձեռնպահ 7 որոշումն ընդունվել է քվեարկությանը դրվում կառավարության ազգային ժողովի падգամավորներ Սիսակ Գաբրելյանի, Թագուհի Ղազարյանի, Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն վարման կարգով Սերյան Օհանյան համեցեք տանում Հայաստան խմբակցությունը ինչպես առաջին ընթերցման ժամանակ եւ նաեւ հանձնաժողովում քննարկման ժամանակ իր տեսակետը արտահայտեց այս հարցի քվեարկմանը չի մասնակցելու հաշվի առնելով ավելի լայն հանրային քննարկման եւ նաեւ հետագայում մեր առաջարկության բոլոր խորհրդանիշների վերաբերյալ օրենքներում փոփոխություններ կատարելու հարցով Շնորհակալություն, պարոն Օհանյան։ Քվեարկություն։ Կողմ 64 դեմ 5 ձեռնպահ 0 որոշումն ընդունվել է։ Քվեարկությանը դրում կառավարության կողմից ներկայացված պետական գույքի մասնավորեցման 2017-ից 2020 թվականների ծրագրերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն Կողմ 65 դեմ 0 ձեռնպահ 22 որոշում ընդունվել է քվեարկության դրում կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն Կողմ 64 դեմ 0 ձեռնպահ 22 որոշում ընդունվել է քվեարկությանը դրում ազգային ժողովի падգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի կողմից ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն Կողմ 64 դեմ 0 ձեռնպահ 21 որոշումն ընդունվել է քվեարկությանը դրում կառավարության կողմից ներկայացված 1899 թվականի հուլիսի 29-ի եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին կոնվենցիաները վավերացնելու մասին օրենքի նախագիծը քվեարկություն Կողմ 73 դեմ 0 ձեռնպահ 14 որոշում ընդունվել է քվեարկությանը դրվում կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն
Կողմ 64 դեմ 0 ձեռնպահ 23 որոշումն ընդունվել է։ Քվեարկությանը դրվում կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Տիկին Ղազարյանի ձայնը հաշվեք, խնդրում եմ։ Կողմ 64 դեմ 6 ձեռնպահ 16 որոշումն ընդունվել է, քվեարկությանը դրվում կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցումով ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 64 դեմ 0 ձեռնպահ 23 որոշում ընդունվել է, քվեարկությանը դրում ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցումով ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Իմ ձայնել հաշվարեք, խնդրում եմ, կողմ 64 դեմ 0 ձեռնպահ 23 որոշում ընդունվել է, քվեարկությանը դրվում ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի HO82N հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 64 դեմ 17 ձեռնպահ 6 որոշում ընդունվել է, քվեարկությանը դրում կառավարության կողմից ներկայացված կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Հարգելի գործընկերներ, 64 կողմ 0 դեմ 22 ձեռնպահ քվեարկության որոշում ընդունվել է, խնդրում եմ ուշադիր լինել 2:30-ից 3-ի հատված ընկած մենք կունենանք եւս մեկ քվեարկություն։ Շնորհակալություն։